Ես չեմ ուզում մենք ընկնենք նիկոլական այս պրոպագանդայի կուտը, ուտենք այդ կապկանը, այդ որոգայթի մեջ չընկնենք, խի, որովհետև սրանք փորձում են հակադրել պարզ մարդկային երջանկությունները, կենցաղային հավեսով բաները թասիբին հասկանում եք, բոլորս էլ սիրում ենք և խմել, և պարել, և ուրախանալ, և լավ ժամանակ ունենալ, և համերգի գնալ, բայց հակադրել համերգը պատվին, սրիկայությունը, էս էլ է լավ բեմ, պարզապես սխալ ժամանակը, սխալ մարդկանց օրոքը և չար նպատակներով է, թե չէ ինքնին վատ չի, որ մեր երկրում համերգա լինելու, աստղեր են գալու, վատ է, որ դա ցեղասպանության հերթական տարելիցի հետ է շահկապված, վատ է, որ դա Նիկոլեն կանում են նախընտրական տրամաբանության մեջ, վատ է, որ հակադրում են ձեր եկեք դուրս գանք այս հակադրությունից, այս բեմը կյանք է, այս բեմը կենցաղ, դրանք չեն հակադրվում, այս բեմը թասիբ է ու պատիվ, այս բեմը հավես, դրանք չեն հակադրվում, այս բեմը իմ ցեղասպանություն վերապրած պապի բեմն է, այս իմ երեխեքի հավեսի բեմն է, դրանք չեն հակադրվում, երբ որ իրանք փորձում են մարդուն հակադրել, գիտես, հաց ուտես, թե աղոթես, իհարկե շատ քիչ մարդ կգնա ճիշտ ճանապարհով, որովհետև ճիշտ այդ պահին աղոթելն է, բայց մարդիկ ունեն ինչ-որ ինստինկտներ և կարող է մեծ մասը գնա հաց ուտի, ոնց որ այսօրվա այդ բեմերի հակադրության մեջ։ Ես չեմ ուզում ասեմ, որ այս բեմը մեղք կա, այս բեմը քավություն, չէ, այս բեմն էլ է պետք կյանքում, նախ և առաջ, որովհետև այս բեմը մեզ հայ է պահում, այս բեմն էլ մեզ պահում է ժամանակակից հայ, բայց խի է Նիկոլը բերել հակադրում իրար, որովհետև ուզում է կայֆը, այսպես ասած հավեսը, այդ ամեն ինչը շահարկի, ինքը անգամ ոչ միայն մեր արյունն է շահարկում, մեր պատիվն է շահարկում, մեր անցած ճանապարհը, մեր մեռելներին, ինքը ինչ է սարքել, առաջ ունեինք մի հատ մեծ ցավի տեղ, որը ցավի էր, հպարտության չէր, դա ծիծեռնակաբերդ էր, խի հպարտության չէր, որովհետև այդտեղ կորուստների, միայն կորուստների, և ունեինք հպարտության գերեզմանատուն, հպարտության գերեզմանատունը եռաբլուրն էր, որտեղ էլի ցավ էր, էլի կորուստ էր, էլի արտասուք էր, բայց պատվի, որովհետև հաղթանակած էին, բայց արժանապատվության, որովհետև այդ հողի մեջ թաղված տղերքից ծլում էր հայկականության ապագան, այդ մարդիկ իրանցով պարարտավորել էին այն հողը, որի վրա հայությունը ծաղկում էր, այսօրվա եռաբլուրը, որ Նիկոլը սարքել է երկրորդ ծիծեռնակաբեր, երկրորդ կորուստի, սքի, տղես է, գալիս է, այս է պրոբլեմը, այսինքն ես իրան չեմ ներում այսօրվա բեմը ես երկրորդ, ոչ թե նրա համար, որ համերգ է անում, այլ որ ինքը ուրացել է այս բեմը և փորձում է հակադրել մարդու ապրելու ցանկությունը, մարդու արժանապատվությանը և սա ամենամեծ մեղքն է, որ նա գործում է, թե ընթացքում ինչ է բարբաջում, այսօր ինձ էլ է հիշել, ՀԿ-ին է հիշել, ես իմ խոսել է, այդ սա հետ, բայց ինքը խփում է մեր արժեհամակարգին, դրա համար ես ուզում եմ նորից առիթից օգտվելով ասել, որ նախ և առաջ ազատություն բոլոր են մարդկանց, ովքեր հիմա նստած են տնային և բանտային կալանքում ու չեն կարող գամ։ Ես 2.5 տարի չեմ եղել այս երթերին և այսօր չէի կարող չգալ, ուզում եմ լինել այս ընտանիքի մաս, իմ ժողովրդի մաս, այդ ուսը զգալ իրանց։ Ես ազատություն մաղթելով ոգեկոչենք բոլոր հայկական բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին, այդ թվում Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման ենթարկված, զոհված արցախցիների հիշատակը։ Եվ խնդրում եմ բոլորիդ, եկեք ստեղ, 25-ին կարագակ էլի ստեղ ցկցկակ, բայց իմացեք, որ նա Նիկոլը օգտագործելու է ձեր այդ ցանկությունը պրոստը հավեսով ժամանակ անցկացնելու, վաստակեք այսօր ուրախանալու իրավունքը լինելով այստեղ այս բեմին և մեջքով այն բեմին, այսօրվա արևելքը որտեղից հայկականությունը կենթանության նշանատալի այս բեմն է, թե հետո ինչ կանեք, կանեք։